Եվ այսպես, քանի որ այս ֆորումի թեման տնտեսությունների եւ հարթակների համադրումն է, հարցերը սկսենք հենց սրանից։ Ինչ ներդրում կարող է ունենալ հանքարդյունաբերությունը Հայաստանի թվային տրանսֆորմացիայի հարցում, ինչպես դա հնարավոր է իրագործել եւ մասնավորս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ինչ դեր եք դուք տեսնում այս հարցում կոմբինատի։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ելնելով նրանից ամենախոշոր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետությունում տարբեր չափանիշներով վճարված հարկերի քանակով, հասույթի մեծությամբ, բնականաբար այդ խոշորությունը ունենալով թվային ինչ-որ լուծումներ, մենք կարող ենք ստանալ շատ ավելի էֆեկտիվ կազմակերպություն։ Էֆեկտիվ կազմակերպություն նշանակում է էլ ավելի շատ հարկեր պետական բյուջե, էլ ավելի մաքուր շահույթ, այսինքն ավելի մեծ հնարավորություններ նոր ներդրումների առումով, այսինքն թվայնացումը դա մի գործիք է, որը բերելու է ավելի արդյունավետ աշխատանքի մեր համար, իսկ լինելով ամենախոշոր ձեռնարկություն Հայաստանում, բնականաբար ամենախոշոր թվայնացման ծրագիրը կարող լինի մեր մոտ, որովհետև ի տարբերություն շատ ուրիշ ձեռնարկությունների մենք ունենք բարդ արտադրություն, այսինքն ինքը սկսում է հանքից, հետո վերամշակումը, հետո կոչամբարային տնտեսությունը, դա շրջակա միջավայրի ազդեցության այդ process-ն է, որ պետք է մենք դա սահմանափակենք, այդ բացասական ազդեցություն, այսինքն դա մի մեծ համակարգ է կազմակերպությունը եւ բնականաբար թվայնացնելով մենք երևի թե ամենախոշոր թվայնացման ծրագիր ունենք Հայաստանում։ Ես այդպես շատ տեղեկացված չեմ ուրիշ կազմակերպությունների թվայնացման ծրագրից, բայց այդ համադրելով մեր խոշոր լինելը մեծությունը մնացած ձեռնարկությունների հետ եւ մենք անում ենք թվայնացում ամբողջ մեր արտադրության, կարող եմ ենթադրել, որ ամենախոշոր թվայնացման ծրագիրն ենք իրականացնում Հայաստանում։ Դուք նշեցիք, որ ամենախոշորներից մեկն եք, իսկ ձեր փորձը կարող է դառնալ էլի համակցման թեմայից շարունակություն կարող է դառնալ բաց հարթակ, case, որը կարող են օգտագործել նաև մյուս մասշտաբ ավելի հաղորդենք եւ մյուս կազմակերպություններ, ընկերությունները օգտագործեն։ Համադրելի, երևի նկատում եք համադրելի, որովհետեւ մեր գործունեությունը շատ է տարբեր, նույն բանկը դժվար թե մեր փորձը կարողանա կիրառել բանկային համակարգում, որտեղ մերը լրիվ տարբերող բնականաբար գործունեություն է, բայց համադրելի գործունեություն հանքարդյունաբերական կամ արդյունաբերական գործունեություն ծավալող կազմակերպությունները բնականաբար մեր փորձը կարող են օգտագործել ոչ միայն թվայնացման ոլորտում, ցանկացած ոլորտում մենք լինելով խոշոր, եթե մենք ունենանք հաջողված ծրագրեր, բնականաբար այդ ծրագրերը փոքրեր կընդօրինակեն եւ կփորձեն իրենց մեջ կիրառել։ Այդ առումով մենք օրինակ մի քանի օրինակ կարա նաև ուղղություններով մեր փորձը օգտագործեն, օրինակ արհեստական բանականության մասով ենք մենք աշխատանքներ տանում, դեռ սկզբնական փուլում ենք, բայց արդեն ունենք հարթակ, պորտալ այսպես ասած, որ մեր ցանկացած աշխատող իրան հուզող մեր կազմակերպության մեջ իրան հուզող հարցով կարող է արհեստական բանականությանը դիմել, օրինակ ներքին կանոնակարգերի մասով, որովհետև բարդ արտադրություն է, վտանգավոր արտադրություն, ինչ որ հարց կա, օրինակ վտանգավորության կամ աշխատանքի անվտանգության հետ կապված եւ կամ շատ մանրամասն կանոնակարգեր, որոնք բնականաբար աշխատակիցը չի կարող անգիր օրինակ իմանալ այդ կանոնակարգերը, դրա համար մենք ունենք այդ հարթակը արհեստական բանականության, որ իրան հուզող ցանկացած աշխատակից կարող է իրան հուզող հարցով դիմել այդ մեր ներքին արհեստական բանականությանը եւ արհեստական բանականությունը կօգնի այդ հարցի պատասխան տալու։ Այսինքն սա առաջին քայլն է այդ արհեստական բանականության ոնց որ օգտագործման մեր մոտ եւ դա մենք զարգացնելու ենք, բայց արդեն մենք սկսել ենք ներդնել։ Դուք նշեցիք, որ զարգացնելու է կարող է այդ AI-ը նաև այլ ոլորտների, այսինքն այլ սեգմենտների արտադրության վրա տարածվի եւ ինչպես։ Բնականաբար, իհարկե, այդ մեր փորձը, եթե մենք
արդեն ստացվում ենք սկսելու ենք դա ներկայացնել նույն այսպիսի հարթակին, ինչպիսին է Doing Digital-ը, եւ բնականաբար կարող են մեր գործընկերները դառնալ մենք բաց ենք, մենք չունենք մրցակիցներ Հայաստանում եւ մեր համար միայն մենք ուրախ կլինենք, եթե ինչ-որ այլ կազմակերպություններ կգան այդ մեր փորձը կընդօրինակեն եւ կտարածեն եւ կներդնեն իրանց մոտ եւ իսկ այդ արհեստական բանականության առումով տեսեք շատ մի հատ հետաքրքիր բան կա, որ իհարկե դա այդ թվայնացման մի մասն է ընդհանրապես, ուղղակի որպես հետաքրքիր մաս դրա մասին եմ խոսում, այդ արհեստական բանականությունը օրինակ միջին IQ-ն մարդկանց դա 100 է, 100 միավոր է, իսկ արհեստական բանականություն օգտագործելու դեպքում այդ մարդու օգտագործողի IQ-ն համարյա թե անսահմանափակ է, այսինքն կարող դառնա 1000, 2000, 3000, որը ոչ մի մարդը հասանելի չի, որտեղ մաքսիմում IQ-ը դա 150-160 է լինում, իսկ արհեստական բանականություն օգտագործող մարդու IQ-ն արդեն միանգամից կարգով ավելանում է, այսինքն դա թվայնացման արդյունավետության մի օրինակ է, որ ցույց է տալիս ինչպես կարող է փոխել մարդու կարողությունները թվայնացում։ Այդ առումով մենք էլ ենք արդեն քայլեր անում եւ իհարկե բնականաբար պետք է հաջողենք դրա մեջ եւ կիսվենք մեր փորձը։ Ես մի քիչ ուրիշ միտք էի հարցից մեջ դնում։ Ես նկատի ունեի կառավարման ձեր կոմբինատի կառավարման հարցերում։ Հիմա մենք գիտենք, որ AI-ը նույնիսկ պատերազմների կառավարման հարցերում է արդեն իր մասնակցություն ունենում։ Ես նկատի ունեմ ավելի մասշտաբային հարցերում, ավելի կարևոր հարցերում AI-ի օգտագործումը հնարավոր է եւ երբ։ Հիմա երևից է հնարավոր չէ, որովհետև նույն պատերազմի օրինակով տեսնում ենք, որ ոնց որ այդքան էլ լավ չի կառավարվում այդ պատերազմը, իսկ բանի առումով հետագայում իհարկե ինչ որ մի պահի մենք գալու ենք դրան, այսինքն մենք ուզենք թե չուզենք գալու ենք, ուղղակի տեսեք ինչ խնդիր կա, ես իմ գիտելիքների իհարկե սահմանում եմ ասում, AI-ի արհեստական բանականության խնդիրը այն է, որ ինքը միջինացնում է ամեն ինչ, այսինքն ինչ է, երբ որ մենք հարց ենք տալի, ինքը տալիս է միջինացված, ուղղակի ինքը իր ալգորիթմն այդպես աշխատում, ինքը վիճակագրորեն միջինացված պատասխան է տալիս, այսինքն այդ հարցի միջին ինչ պատասխան պետք է լինի։ Իսկ բնականաբար ղեկավարման դեպքում, երբ որ միջինացված պատասխաններ է լինելու, միջինացված որոշումներ է լինելու, միջինացված արդյունք է լինելու, այսինքն լավագույն արդյունքը չի լինելու։ Այսինքն եթե ինչ որ մի պահի եւ դա կլուծվի, կարծում եմ, ինչ որ մի պահի արհեստական բանականությունը կտա լավագույն ոնց որ լուծումը բոլոր դեպքերում, ոչ թե միջին լուծումը, բնականաբար դա կներդրվի նաև մեր կողմից ղեկավարման լուծումներ տալու։ Կոմբինատի կողմից պլանավորվում էր, եթե չեմ սխալվում, 100 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրոէներգիայի ինչ փուլում է, այս պրոյեկտը եւ կրկին, եթե այն հաջողի, հնարավորություն տեսնում եք, որ կրկին այսպես կանաչ էներգետիկայի միասնական ինչ որ հարթակ ստեղծվի բոլոր հանքարդյունաբերողների համար։ Այո, դա շատ կարևոր է մեր համար, առաջնահերթ կարևորություն ունի այդ ընդհանուր կանաչ էներգետիկան եւ կանաչ անցումը եւ մասնավորապես այդ 100 մեգավատամից մեր նախագիծը, մեր պրոյեկտը եւ դա իրականացնում ենք առաջին փուլը 100 մեգավատի 5 մեգավատի կառուցումն է մեր կոմբինատի շրջակայքում եւ այդ պրոյեկտով արդեն ունենք պայմանագիր երկու գործընկերների հետ, խոշորագույն Հայաստանում արևային կայան կառուցող կազմակերպությունների հետ եւ արդեն սկսել ենք իրականացնել, դեռ չենք հասել կառուցման փուլին, հիմա մի քանի հարթակ կա, որտեղ տեղամաս կա, որտեղ ուզում ենք տեղակայենք, այդ տեղամասի ընտրության եւ նախագծային աշխատանքների փուլում ենք, հուսով ենք արդեն այս տարի ինչ որ էական քայլեր կլինի, արդեն կսկսենք նաև շինարարական աշխատանք։ Իսկ երբ սպասենք, որ արդեն անցումը կլինի այդ 100 մեգավատից։ Դա այնքան երկար ճանապարհ է, իրականում տեսեք 100 մեգավատամուց կայանը դա մեր ընդհանուր էլեկտրոէներգիայի սպառման մոտարապես 10-20%-ն է լինելու, այսինքն 100 մեգավատն էլ բավարար չի, ունենք ամբողջ էլեկտրոէներգիայի սպառումը հասնենք արևային, բայց բացի էլեկտրոէներգիայից մենք ունենք ուրիշ էներգիայի սպառումը, նույն դիզելային, վառելիքի, բենզինի, գազի եւ այսինքն մինչեւ 100% կարողանանք այդ բոլոր մեր սպառված էներգիան, ոչ միայն էլեկտրոէներգիան, այլև նաեւ ուրիշ էներգիայի սպառումը անցնենք կանաչի, դա երկար ճանապարհ է լինելու, այսինքն պետք է սկզբից էլեկտրոէներգիան անցնենք կանաչի, հետո
մնացած բոլոր էներգիան անցնենք էլեկտրոէներգիա, այսինքն դիզելի տեղը լինի էլեկտրական մեքենաներ, գազի տեղը ջերուցումը լինի էլեկտրոէներգիա, այսինքն դա երկար ճանապարհ է, բայց կարծում եմ մոտ մի 10 տարվա մեջ մենք մեծ ինչ-որ արդյունքների կհասնենք եւ նույն ԶՊՄԿ-ն այս տարի դեռ չենք ընդունել, արդեն ունենք, բայց պետք է խորհուրդը ընդունի, մենք ունենք էներգետիկ անցման ստրատեգիա, ռազմավարություն, որտեղ այդ ամեն ինչը փուլ առ փուլ ներկայացված է, գլխավոր նպատակը այն է, որ տեսանելի ժամանակահատվածում մենք ունենանք ամբողջովին կանաչ էներգետիկա ներքին սպառման համար։ Իհարկե դա մեծ աշխատանք է եւ դա այդպիսի օրինակներ Հայաստանում չկան, մանավանդ արտադրական հիմնարկների համար այդպիսի խոշոր, բայց մենք ունենք այդպիսի նպատակ եւ ամեն ինչ անում ենք որ հասնենք։ Իսկ որոշ մանրամասներ այդ ստրատեգիայից Այս ստրատեգիայից ասի առաջինը այդ 5 մեգավատ առաջին փուլը 100 մեգավատի, երկրորդը մեր հանքի տարածքում, ինչպես նշեցի, շատ խոշոր մեքենաներ, բոլոր խոշոր մեքենաները աշխատում են դիզելային վառելիքով։ Մենք ունենք նախագիծ հիմա, որ մի մասը այդ հանքաքարի տեղափոխման իրականացնելու ենք կոնվեյերներով, որը էլեկտրոէներգիա է սպառելու, այսինքն դա էլ թույլ կտա հետագայում այդ նույն էլեկտրոէներգիան արդեն վերականգնող աղբյուրներից ստացել